Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է Եվրոպական միությանը Թբիլիսիում փողոցային պատերազմների հետ առնչություն ունենալու համար։ Չգիտեմ, թե որքանով են Եվրամիության մայրաքաղաքներում գիտակցում, որ խաղաղության նախագիծը գնալով ավելի է նմանվում պատերազմի նախագծի։ Այսպես է Պապուաշվիլին մեկնաբանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը, ըստ որի նրանք սկսում են ստորագրություններ հավաքել Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Ըստ Պապուաշվիլու, փաստը մնում է փաստ, Թբիլիսիի փողոցային պատերազմների հետևում կանգնած է Բրյուսելը։ Եթե վերլուծենք այսպես կոչված Մեգոբարի օրենքի հետ կապված գործընթացները, կարող ենք ենթադրել, որ այնտեղ ոչ ոք շահագրգռված չէ, որ այս տեսակի փաստաթղթերը հիմք դնեն Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին։ ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին։ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Աշխատանքային մակարդակում փոխգործակցությունը շարունակվում է, բայց քաղաքական ասպարեզում վակուում կա։ Մենք խոսում ենք ԱՄՆ-ից եկող ազդանշանների մասին եւ սպասում ենք, որ Վրաստանի հետ հարաբերությունների համար որոշակի շրջանակ կստեղծվի։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք դիտարկել, թե ինչպես են գործընթացները զարգանում ԱՄՆ օրենսդիր մարմնում, մասնավորապես Մեգոբարի օրենքի շուրջ։ Կարելի է ենթադրել, որ այնտեղ ոչ ոք շահագրգռված չէ, որ Վրաստանը շեղվի այս վեկտորից եւ Մեգոբարի օրենքի նման փաստաթղթերը դառնան վրաց-ամերիկյան հարաբերությունների հիմքը։ Բոջորիշվիլին նաև մեկնաբանել է առանձին քաղաքական գործիչների գործողությունները, նշելով, որ այդ անձանց արածը թշնամական է իրենց սեփական երկրի նկատմամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ իրենց ցանկություններն ու շահերը հնչեցվել են, իրենց առաջարկները հրապարակային են, իրենք ցանկանում են ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, որը կունենա իրական բովանդակություն, եւ դրա համար անհրաժեշտ է կողմերի միջև երկխոսություն, հավելել է Բոջորիշվիլին։ ԵԱՀԿ գործող նախագահ եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-ից 15-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը։ Ըստ հաղորդագրությունների, այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգում այլ հարցերի շարքում ներառված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտին եւ դրան առնչվող կառույցների գործունեության դադարեցմանը։ Վրաստանում հանդիպումները կկենտրոնանան երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերների վրա, հատուկ շեշտը դնելով ԵԱՀԿ-ի կողմից 2008 թվականի պատերազմի հետևանքների լուծման ուղղված Ժնևի միջազգային քննարկումներին շարունակական աջակցության վրա։ Ֆինլանդիան, որպես 2025 թվականին ԵԱՀԿ նախագահող երկիր, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական տարածքի պաշտպանությանը եւ քաղաքացիական հասարակության գործունեության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։ Այդ առաջնահերթությունը հատկապես կընդգծվի այցի ընթացքում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Եգիպտոս Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Իսրայելի կոշտ քննադատ եւ Պաղեստինյան Համաս խմբավորման կողմնակից Էրդողանը վերջին ամիսներին ակտիվացրել է Թուրքիայի մասնակցությունը Գազայի շուրջ բանակցություններին եւ ըստ գնահատականների կարևոր դեր է խաղացել պատերազմը դադարեցնելու եւ հետպատերազմյան կառավարման ու վերակառուցման ծրագրերին համաձայնելու համար Համասին համոզելու հարցում։ Թրամփի առաջարկած հրադադարի ծրագրի առաջին փուլը մեկնարկել է երկուշաբթի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատմամբ։ Անկարայում կարծում են, որ Սիրիայի անվտանգությունն անկախտելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ։ Այդ մասին իր սոցցանցային էջերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Հայտարարությունը հնչել է Անկարայում կայացած անվտանգության ոլորտում գործակցության հանդիպման ավարտին, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալանը եւ նրանց գործընկերները՝ Սիրիայի արտգործնախարար Հասան Ալ-Շիբանին, Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրուն եւ Սիրիայի հետախուզության ղեկավար Հուսեյն Աս-Սալամեն։ Ֆիդանը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի Սիրիային համակողմանի աջակցություն ցուցաբերել անվտանգության ապահովման հարցում։ Մենք Սիրիայի անվտանգությունը չենք դիտարկում Թուրքիայի անվտանգությունից առանձին։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել մեր սիրիացի եղբայրներին այս ճանապարհին։ Ֆիդանի հավաստմամբ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը Սիրիայում ձեռք բերված առաջընթացը պահպանելու նպատակով։
Մենք մեր սիրիացի եղբայրների հետ պայմանավորվեցինք ամրապնդել սերտ համակարգումն ու գործակցությունը Սիրիայի ձեռքբերումները պահպանելու եւ զարգացնելու նպատակով։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարայում բանակցությունները թույլ են տվել մանրակրկիտ ուսումնասիրել թուրք-սիրիական հարաբերությունների ռազմավարական կողմերը։ Արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպանը քննարկվել է նաեւ համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար, պահպանելով նրա տարածքային ամբողջականությունը եւ համակողմանի գնահատական է տվել այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերին։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջև համակողմանի շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, իր բնորոշմամբ այն ժամանակվանից ի վեր, երբ սիրիացի ժողովուրդը կրկին ազատություն է ձեռք բերել։ Իրանը չի մասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք հանդիպմանը, որը նվիրված է Գազայում հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկին, թեև հրավիրվել էր այդ միջոցառմանը։ Ավելի քան 20 երկրի ղեկավարներ կհավաքվեն Եգիպտոսում կայանալիք հանդիպմանը քննարկելու Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը Իսրայելի եւ Գազայի հատվածի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Գագաթնաժողովը տեղի ունենում այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ ոտքով, մեքենաներով եւ սայլերով հյուսիսից շարժվում են Գազայի ափով, վերադառնալով իրենց լքված եւ հիմնականում ավերված տները Գազայի հատվածում, քանի որ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի համաձայնագիրն ամենայն հավանականությամբ պահպանվում է։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել մեկնելուց առաջ հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է եւ Մերձավոր Արևելքը կարգավորվելու է։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ հաջողակի ռազմական ագրեսիաները։ Հայտարարության մեջ նա մասնավորապես մատնանշել է շաբաթ օրը վաղարավոտյան Լիբանանի հարավում գտնվող Ալ-Մսայլի գյուղի 6 ծանր տեխնիկայի կայաններին Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարվածները, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ 7-ը վիրավորվել։ Ավիահարվածների ժամանակ Իսրայելը թիրախավորել է նախկին հարձակումների ժամանակ վնասված բնակելի տարածքներում ավերակների հեռացման եւ վերականգնման գործողություններում օգտագործվող մեքենաներն ու սարքավորումները, ասել է Բաղայեին, հավելելով, որ իր կրկնվող հարձակումների միջոցով Իսրայելն անընդհատ խախտում է Լիբանանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բաղայեին ասել է, որ Իսրայելի կողմից Հեզբոլլահի հետ հրադադարի համաձայնագրի հաջողակի խախտումները եւ Լիբանանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ռազմական ագրեսիաները ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։ Բաղայեին կոչ է արել միջազգային հանրությանը լուրջ միջոցներ ձեռնարկել Լիբանանի եւ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների դեմ Իսրայելի օրենքների խախտումներն ու պատերազմ հրահրելը զսպելու համար։ Իրանը ողջունում է Միացյալ Նահանգների հնարավոր արդար եւ հավասարակշռված միջուկային առաջարկը, սակայն Թեհրանը բանակցությունների որևէ առաջարկ չի ստացել։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դիվանագետը։ Եթե մենք ամերիկացիներից ստանանք բանական, հավասարակշռված եւ արդար առաջարկ բանակցությունների համար, մենք անպայման կդիտարկենք այն։ Այնուամենայնիվ, Արաքչին ասել է, որ Թեհրանը չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր իրավունքից, բայց կարող է վստահություն ամրապնդող միջոցներ ձեռնարկել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները, նրա եվրոպացի դաշնակիցները եւ Իսրայելը Թեհրանին մեղադրում են զենք արտադրելու կարողությունը զարգացնելու ջանքերը թաքցնելու նպատակով իր միջուկային ծրագիրն օգտագործելու համար։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի։ Արաքչին նաեւ ասել է, Իրանը ողջունում է Գազայում հակամարտության դադարեցումը, սակայն շտապել է հավելել, որ Իսրայելին չի կարելի վստահել զինադադարի պահպանման հարցում։ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ վստահություն չկա։ Անցյալում եղել են հրադադարի բազմաթիվ դեպքեր տարբեր վայրերում, հատկապես Լիբանանում։ Սակայն տեսանք, թե ինչպես է այն խախտվել այս ռեժիմի կողմից եւ այն շարունակել է իր հանցագործությունները։ Հետևաբար բնական է, որ մենք տվել ենք անհրաժեշտ նախազգուշացումներն այս առումով եւ կշարունակենք տալ դրանք։ Արաքչին ասել է, որ Թեհրանը ցանկանում է տեսնել պատերազմական գործողությունների համար պատասխանատու իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին միջազգային քրեական դատարանում դատվելիս։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս, մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի նախագահին դիմավորել են Եգիպտոսի երիտասարդության եւ սպորտի նախարար Աշրաֆ Սուբհին եւ այլ պաշտոնյաներ։ Գագաթնաժողովին հրավիրվել է նաեւ Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգներն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը, որտեղ ներառված են նաեւ Իսպանիան, Ճապոնիան, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան, Սալվադորը եւ Իրանը։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը երբեք լիովին չեն խզվել։ Այդ մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը Ռասիայի մեկի լրագրող Պավել Զարուբինին, մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Պետք է ասել, որ չնայած այն հանգամանքին, որ սա մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ լավագույն պահը չէր, մեր առևտրատնտեսական համագործակցության ծավալը շարունակել է աճել։ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ կապված խնդրահարույց հարցերը կլուծվեն, ասել է Պեսկովը, եւ լրագրողի հարցին դա երբ տեղի կունենա, պատասխանել. Դե մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որոշակի արագությամբ։ Բաքվում տեղի ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը նվիրված քննարկման համար։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ 2025 թվականի առաջին 6 ամիսներին ռուս-ադրբեջանական սահմանը հատել է 176,761 միջազգային տրանսպորտային միջոց, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բեռնատ փոխադրումներն աճել են 13%-ով, հասնելով 680 միլիոն տոննայի, նշել է Օվերչուկը։ Նրա խոսքով միջանցքի արևմտյան երթուղու հետագա զարգացումը պահանջում է առկա խոչընդոտների վերացում եւ երթուղու երկայնքով խցանումների կրճատում։ Մենք առջևում ունենք շատ հետաքրքիր աշխատանք, որը նպատակ ունի ստեղծելու ընդհանուր ապրանքային շուկա առանց խոչընդոտների, լոգիստիկայի եւ ներդաշնակեցված կանոններով։ Մենք ստեղծում ենք լավագույն մրցակցային պայմանները մեր երկրների արտադրողների եւ արտահանողների համար, ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Բաքվում եռակողմ բանակցությունները նշանավորվել են եվրասիական տրանսպորտային համակարգերը միացնելու եւ Մոսկվայի, Բաքվի ու Թեհրանի միջև տնտեսական կապերն ամրապնդելու նախագծի իրականացման հաջորդ քայլը։ Պատվիրակությունները գլխավորել են ադրբեջանական կողմից փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսական կողմից փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական կողմից տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։ Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է բարի հարևանության, փոխըմբռնման եւ հավասար գործընկերության սկզբունքներին, ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ադրբեջանի փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրի հետ բազմակողմանի կապերը կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով, բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ոգով, հարստացված նոր բովանդակությամբ։ Մուստաֆաևը նաեւ նշել է, որ սկսած 2028 թվականից հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով տարեկան առնվազն 5 միլիոն տոննա բեռ կփոխադրվի Ադրբեջանի տարածքով։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են այս երթուղով տարանցիկ երթևեկության զարգացման գործակցության մասին համաձայնագիր։ Փաստաթղթի համաձայն երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումից հետո երաշխավորված բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան առնվազն 5 միլիոն տոննա, սկսած 2028 թվականի հունվարի 1-ից։ Կողմերի որոշումից հետո այս թիվը կարող է մեծացվել մինչև 15 միլիոն տոննա։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։